Մինչ վերջին րոպեն ես մտածում էի, որ նա պարզապես լուռ կին է, ով սիրում է իր ամուսնուն, ասում է Տագուի Ռուբենովնայի նախկին տնային օգնականը, ձեռքերը դեռ դողում են 30 տարի անց։ Բայց մի օր, երբ վարչապետը Մոսկվայում էր, ես պատահաբար լսեցի նրա հեռախոսազրույցը։ Նա խոսում էր ռուսերեն, կատարյալ, առանց ակցենտի, քննարկում էր թվեր, հաշիվներ, անուններ, որոնք ես երբեք չէի լսել պաշտոնական հանդիպումներում։ Երբ նա ավարտեց զրույցը, տեսավ ինձ, նրա դեմքը փոխվեց։ Ոչ վախ, ոչ զայրույթ։ Պարզապես սառը հայացք, որը ասում էր, դու ոչինչ չես տեսել, ոչինչ չես լսել։ Հաջորդ օրը ինձ ազատեցին աշխատանքից։ 30 տարի ես լռեցի, քանի որ վախենում էի։ Բայց այսօր, երբ նրանք երկուսն էլ մահացել են, ես պատրաստ եմ խոսել։ Ինչ գիտեր այդ կինը, որը 50 տարի մնաց ստվերում։ Ինչու նա երբեք չհայտնվեց հանրային տարածքում, երբ նրա ամուսինը վարչապետ էր։ Եվ ամենակարևորը, ինչ դեր խաղաց նա այն սկանդալում, որը քանիսը գիտեն։ Բայց բոլորը վախենում են խոսել։ Երբ Տագուի Ռուբենովնան առաջին անգամ հանդիպեց իր ապագա ամուսնուն, նա 70-րդ տարիների սկզբին էր։ Երանի համալսարանի ուսանողուհի, խելացի, գեղեցիկ, բայց ոչ այն տիպի աղջիկ, որը փնտրում է ուշադրություն։ Նրա ընկերուհիները հիշում են, որ Տագուին միշտ նստում էր գրադարանի ամենահեռավոր անկյունում, կարդում էր ռուսերեն դասական գրականություն բնագրով, խուսափում էր ուսանողական երեկույթներից։ Բայց մի բան կար, որը շատերը նկատել են, նա միշտ գիտեր, թե ով ում հետ է խոսում, ով ում հետ է կապված, ով ում ազգական է։ Նա ուներ տեղեկատվության հավաքման բնածին տաղանդ, առանց որե հարց տալու։ Պարզապես լսում էր, հիշում էր, վերլուծում էր։ Երբ նրանք ամուսնացան, շատերը զարմացան։ Ինչու այսպիսի խոստումնալից քաղաքական գործիչը ընտրեց այսպիսի անտեսանելի կին։ Բայց նրանք, ովքեր ավելի մոտիկից հետում էին, հասկանում էին, դա ճիշտ այն էր, ինչ նրան պետք էր։ Կին, ով կարող էր լսել, հասկանալ, խորհուրդ տալ, բայց երբեք չէր պահանջի լույսի ներքո լինել։ Առաջին տարիներին Տագուին փորձեց լինել սովորական քաղաքական կնոջ նման։ Հայտնվում էր պաշտոնական ընդունելություններում, կանգնում էր ամուսնու կողքին լուսանկարների ժամանակ, ժպտում էր դիվանագիտական հյուրերին։ Բայց նրա աչքերում միշտ կար ինչ-որ այլ բան։ Մի նախկին դիվանագետ, ով մասնակցել է բազմաթիվ պաշտոնական ընթրիքների, հիշում է մի դրվագ, որը նրան երբեք չի մոռացել։ Դա 1986 թվականն էր, մեծ ընդունելություն Երանում, Մոսկվայից ներկայացուցիչներ էին եկել։ Տագուին նստած էր սեղանի ծայրում, լուռ, ժպտում էր, երբ պետք էր։ Բայց դիվանագետը նկատեց, որ նրա աչքերը հետում էին յուրաքանչյուր զրույցի, յուրաքանչյուր ժեստի, յուրաքանչյուր հայացքի։ Երբ մի ռուս պաշտոնյա շատ խմեց, սկսեց խոսել ավելի ազատ։ Տագուին մոտեցավ իր ամուսնուն շշուկով, ինչ-որ բան ասաց։ 5 րոպե անց այդ ռուս պաշտոնյան հեռացվեց սենյակից։ Ինչ էր ասել այդ կինը։ Ինչ էր նա լսել, որ ուրիշները չէին լսել։ Բայց ամենայական փոփոխությունը եկավ 1988 թվականին, երբ նրա ամուսինը դարձավ վարչապետ։ Բոլորը սպասում էին, որ Տագուին կդառնա ավելի տեսանելի, ավելի ակտիվ հանրային կյանքում։ Բայց հենց հակառակը տեղի ունեցավ։ Նա գրեթե ամբողջությամբ անհետացավ հանրային տարածքից։ Ոչ հարցազրույցներ, ոչ լուսանկարներ, ոչ բարեգործական միջոցառումներ։ Նույնիսկ պաշտոնական ընդունելություններում նա հազվադեպ էր հայտնվում։ Եվ երբ հայտնվում էր, մնում էր ամենաանտեսանելի անկյունում։ Ինչու՞։ Ինչու կինը, ում ամուսինը վարում էր ամբողջ երկիրը, ընտրեց լինել անտեսանելի։ Նախկին աշխատակիցները հիշում են, որ վարչապետի աշխատակազմում կար անգրավոր կանոն Տագուի Ռուբենովնայի մասին չխոսել լրագրողների հետ։ Նրա անունը չպետք է հնչեր։ Նրա լուսանկարները չպետք է հրապարակվեին։ Նա պետք է մնար ստվեր։ Բայց ինչու այսպիսի խիստ գաղտնիություն։ Ինչ էր նա թաքցնում։ Պատասխանը սկսեց բացահայտվել, երբ մի նախկին անվտանգության աշխատակից, ով պաշտպանում էր վարչապետի ընտանիքը, համաձայնեց խոսել առաջին անգամ 35 տարի անց։ Նրա պատմածը փոխեց ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք Տագուի Ռուբենովնայի մասին։ Նա ասաց, որ Տագուին ուներ իր սեփական աշխատասենյակը վարչապետի նստավայրում, սենյակ, որը պաշտոնական պլաններում նշված չէր։ Այնտեղ նա հանդիպում էր մարդկանց, որոնց անուններն երբեք չհայտնվեցին այցելուների ցուցակներում։ Այնտեղ նա ստանում էր զեկույցներ, որոնք նույնիսկ վարչապետի խորհրդականները չէին տեսնում։
Այնտեղ նա կայացնում էր որոշումներ, որոնք ազդում էին ամբողջ երկրի վրա, բայց ոչ ոք երբեք չիմացավ, որ դրանք նրա որոշումներն էին։ Անվտանգության աշխատակիցը հիշում է մի դեպք, որը նրան ցնցեց։ Դա 1991 թվականն էր, Խորհրդային Միության փլուզման ժամանակ։ Վարչապետը Մոսկվայում էր, իրավիճակը քաոտիկ էր, ոչ ոք չգիտեր, թե ինչ կլինի հաջորդ օրը։ Բայց Տագուին մնաց Երանում, հանդիպեց 3 մարդու հետ, մեկ բանկիր, մեկ ռուս գործարար, մեկ անձ, ում ինքնությունը դեռ անհայտ է։ Այդ հանդիպումից հետո, երբ վարչապետը վերադարձավ, նա արդեն գիտեր ճիշտ ինչ անել։ Ով էր տվել նրան այդ տեղեկատվությունը։ Ով էր կազմակերպել այդ հանդիպումները։ Բայց ամենայական հարցը մնում էր, որտեղից Տագուին ուներ այսպիսի կապեր։ Նա չէր աշխատել կոմունիստական կուսակցությունում, չէր եղել դիվանագետ, չուներ պաշտոնական դիրք որևէ կառույցում։ Բայց նրա ցանցը ձգվում էր Մոսկվայից մինչ Երան, ֆինանսական շրջաններից մինչ անվտանգության ծառայություններ։ Ինչպես։ Պատասխանը կայանում էր նրա անցյալում, այն մասում, որը նա երբեք չէր խոսել։ Տագուի Ռուբենովնայի հայրը, Ռուբեն Գրիգորյանը, չէր եղել պարզապես ինժեներ, ինչպես պաշտոնական կենսագրությունում էր գրված։ Նա աշխատել էր Մոսկվայում, հատուկ ծրագրերում, որոնք կապված էին ռազմական արդյունաբերության հետ։ Նա ուներ մուտք դեպի տեղեկատվություն, որը սովորական քաղաքացիները երբեք չէին տեսնում։ Եվ նա սովորեցրել էր իր դստերը, ինչպես աշխատել այդ համակարգում, ինչպես կառուցել կապեր, ինչպես պահպանել գաղտնիքներ։ Երբ Տագուին ամուսնացավ, նա արդեն ուներ այն ամենը, ինչ պետք էր՝ կապեր, փորձ, ամենակարևորը՝ կարողություն մնալ անտեսանելի։ 1995 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Վարչապետի աշխատակազմում սկսեցին խոսել ֆինանսական անկանոնությունների մասին։ Գումարներ, որոնք անհետացել էին պետական բյուջեից, պայմանագրեր, որոնք ստորագրվել էին անհասկանալի պայմաններով, օֆշորային հաշիվներ, որոնց մասին ոչ ոք պաշտոնապես չգիտեր։ Բայց ամեն անգամ, երբ հետաքննությունը մոտենում էր ճշմարտությանը, ինչ-որ մեկը միջամտում էր։ Փաստաթղթեր անհետանում էին, վկաները փոխում էին իրենց ցուցմունքները, հետաքննողները ստանում էին նոր նշանակումներ հեռավոր շրջաններում։ Ով էր այդ ինչ-որ մեկը։ Մի նախկին դատախազ, ով աշխատել է այդ գործերի վրա, այսօր առաջին անգամ խոսում է։ Նա հիշում է, որ յուրաքանչյուր անգամ, երբ նրանք մոտենում էին կարևոր փաստաթղթերին, ստանում էին զանգ վերից։ Ոչ վարչապետից, ոչ նրա տեղակալներից։ Պարզապես ձայն, որը ասում էր, այդ գործը պետք է փակվի։ Եվ գործը փակվում էր։ Բայց մի անգամ դատախազը որոշեց չհնազանդվել։ Նա շարունակեց հետաքննությունը գաղտնի։ Եվ այն, ինչ նա գտավ, ցնցեց նրան։ Բոլոր հետքերը տանում էին դեպի մեկ անուն, բայց ոչ վարչապետի անունը։ Դեպի Տագուի Ռուբենովնա։ Փաստաթղթերը ցույց էին տալիս, որ մի քանի օֆշորային ընկերություններ, որոնք ստացել էին խոշոր պետական պայմանագրեր, գրանցված էին անձանց անունով, ովքեր ուներին կապ Տագուի Ռուբենովնայի հետ։ Ոչ ուղղակի կապ, ոչինչ, որը կարող էր ապացուցվել դատարանում։ Բայց կապը կար։ Նրա նախկին դասընկերներ, հեռավոր ազգականներ, մարդիկ, ում հետ նա հանդիպել էր տարիներ առաջ։ Դատախազը փորձեց ավելի խորը փորել, բայց հաջորդ օրը նրան կանչեցին իր վերադասի մոտ, ասացին, որ նա տեղափոխվում է այլ բաժին։ Ոչ բացատրություններ, ոչ քննարկումներ։ Պարզապես հրաման։ Նա հասկացավ, որ եթե շարունակի, կորցնի ոչ միայն աշխատանքը, այլ ավելին։ Նա լռեց։ Բայց փաստաթղթերի պատճենները պահպանեց։ 30 տարի նա պահեց այդ փաստաթղթերը գաղտնի վայրում, սպասելով ճիշտ պահին։ Այսօր, երբ բոլոր հիմնական դերակատարները մահացել են, նա պատրաստ է ցույց տալ այդ փաստաթղթերը։ Ինչ են դրանք բացահայտում Տագուի Ռուբենովնայի իրական դերի մասին։ Բայց Տագուին չէր միայն ֆինանսական գործարքների կազմակերպիչ։ Նա ուներ ավելի խորը դեր, որը շատ քչերը գիտեին։ Նախկին աշխատակիցները հիշում են, որ նա ուներ հատուկ հեռախոս, որը միշտ իր մոտ էր։ Այդ հեռախոսով նա խոսում էր ռուսերեն, միշտ գաղտնի, միշտ կարճ զրույցներ։ Ով էր մյուս ծայրում։ Մի նախկին անվտանգության աշխատակից հիշում է, որ մի անգամ նա պատահաբար լսեց այդ զրույցներից մեկը։ Տագուին խոսում էր մեկի հետ Մոսկվայից, քննարկում էր քաղաքական իրավիճակը Հայաստանում, տալիս էր գնահատականներ, որոնք նույնիսկ վարչապետը չէր տվել հրապարակայնորեն։ Նա խոսում էր այնպես, կարծես զեկուցում էր ինչ-որ մեկին, ում համար նա աշխատում էր։ Բայց ո՞մ համար։
Ով էր այն մարդը կամ կառույցը, որին Տագուին զեկուցում էր։ Եվ ամենակարևորը, գիտեր արդյոք վարչապետը այդ մասին։ 1998 թվականին, երբ Հայաստանը դարձավ անկախ, շատերը սպասում էին, որ հին համակարգը կփոխվի։ Բայց Տագուի Ռուբենովնայի կապերը ոչ միայն չփոխվեցին, այլ ամրապնդվեցին։ Նա շարունակեց հանդիպել ռուս գործարարների հետ, շարունակեց ունենալ մուտք դեպի տեղեկատվություն, որը պաշտոնական ուղիներով չէր գալիս։ Մի նախկին բանկիր, ով աշխատել է այդ տարիներին, հիշում է, որ Տագուին հանդիպում էր նրա հետ ամիսը մեկ անգամ։ Ոչ պաշտոնական հանդիպումներ, ոչ արձանագրություններ։ Պարզապես զրույց սուրճի շուրջ։ Բայց այդ զրույցներից հետո բանկիրը միշտ ստանում էր հստակ ցուցումներ, որ ընկերություններին տալ վարկեր, որ գործարքները հաստատել, որ մարդկանց վստահել։ Եվ այդ ցուցումները միշտ ճիշտ էին։ Ընկերությունները, որոնց Տագուին խորհուրդ էր տալիս աջակցել, դառնում էին հաջող։ Մարդիկ, ում նա խորհուրդ էր տալիս վստահել, դառնում էին ազդեցիկ։ Ինչպես նա գիտեր։ Որտեղից ուներ այդ տեղեկատվությունը։ Պատասխանը կայանում էր նրա ցանցում։ Տագուի Ռուբենովնան տարիների ընթացքում կառուցել էր տեղեկատվության հավաքման համակարգ, որը գործում էր անկախ պաշտոնական կառույցներից։ Նրա մարդիկ էին բանկերում, պետական ծառայություններում, մասնավոր ընկերություններում։ Նրանք չգիտեին միմյանց, չգիտեին, որ աշխատում են նույն համակարգում։ Բայց բոլորը զեկուցում էին Տագուին։ Մի փոքր տեղեկատվություն այստեղից, մի փոքր այնտեղից, Տագուին ուներ ամբողջական պատկերը։ Նա գիտեր, թե ով ում հետ է բանակցում, ով ում է կաշառում, ով ում է դավաճանում։ Եվ այդ տեղեկատվությունը նա օգտագործում էր ոչ միայն իր ամուսնու օգտին, այլ իր սեփական նպատակների համար։ Բայց որոնք էին այդ նպատակները։ Ինչ էր ուզում Տագուի Ռուբենովնան։ Իշխանություն։ Գումար։ Թե ինչ-որ այլ բան, ավելի խորը, ավելի վտանգավոր։ 1999 թվականին տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց Տագուի Ռուբենովնայի իրական ուժը։ Վարչապետի մի խորհրդական, ով տարիներ շարունակ աշխատել էր նրա հետ, որոշեց հեռանալ բացահայտել ինչ-որ տեղեկություններ կոռուպցիայի մասին։ Նա պատրաստվում էր տալ հարցազրույց միջազգային լրատվամիջոցին։ Բայց 3 օր առաջ նա ստացավ այց։ Ոչ սպառնալիքներ, ոչ բռնություն։ Պարզապես մի կին, ով եկավ նրա տուն, նստեց նրա հետ։ Խմեց թեյ, խոսեց։ Այդ կինը Տագուի Ռուբենովնան էր։ Խորհրդականը երբեք չի պատմել, թե ինչ էին խոսել այդ հանդիպման ժամանակ։ Բայց հարցազրույցը երբեք չտրվեց։ Խորհրդականը լռեց, շարունակեց աշխատել, կարծես ոչինչ չէր եղել։ Ինչ ասաց Տագուին այդ հանդիպման ժամանակ։ Ինչպիսի տեղեկություններ ուներ նա, որ կարողացավ փոխել մարդու որոշումը մի զրույցով։ Բայց ամենամեծ գաղտնիքը դեռ չէր բացահայտվել։ 1998 թվականին, երբ վարչապետը հեռացավ իր պաշտոնից, շատերը սպասում էին, որ Տագուին կվերադառնա սովորական կյանքի։ Բայց նա չվերադարձավ։ Նա շարունակեց հանդիպել մարդկանց, շարունակեց ունենալ ազդեցություն, շարունակեց կառավարել իր ցանցը։ Ավելին, նրա ազդեցությունը որոշ ոլորտներում նույնիսկ ավելացավ։ Ինչպես։ Պատասխանը կայանում էր նրա նոր դերում։ Տագուին դարձավ խորհրդական, ոչ պաշտոնական, բայց շատ ազդեցիկ։ Նոր քաղաքական գործիչներ, ովքեր եկան իշխանության, փնտրում էին նրա խորհուրդը։ Բիզնեսմեններ, ովքեր ուզում էին մտնել հայկական շուկա, հանդիպում էին նրա հետ։ Նույնիսկ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ուզում էին հասկանալ Հայաստանի իրական իրավիճակը, խնդրում էին հանդիպում նրա հետ։ Բայց այդ հանդիպումները միշտ մնում էին գաղտնի։ Ոչ պաշտոնական արձանագրություններ, ոչ լուսանկարներ, ոչ հրապարակային հայտարարություններ։ Տագուի Ռուբենովնան մնաց այն, ինչ միշտ էր եղել, ստվեր, բայց ստվեր, որն ունի իրական ուժ։ 2006 թվականին տեղի ունեցավ սկանդալ, որը քիչ մարդիկ գիտեն, բայց որը կարող էր փոխել ամեն ինչ։ Մի լրագրող, ով հետաքննում էր կոռուպցիայի գործեր, պատահաբար գտավ փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս կապ Տագուի Ռուբենովնայի մի խոշոր օֆշորային սխեմայի մեջ։ Փաստաթղթերը ցույց էին տալիս, որ միլիոնավոր դոլարներ փոխանցվել են Հայաստանից դեպի օֆշորային հաշիվներ, այդ գործարքներում Տագուի Ռուբենովնայի անունը հանդիպում էր ոչ ուղղակիորեն, բայց բավականաչափ հաճախ։ Լրագրողը պատրաստվում էր հրապարակել այդ տեղեկությունները։ Բայց մի գիշեր նրա բնակարանը թալանվեց։
Ոչինչ չվերցվեց, ոչ գումար, ոչ տեխնիկա։ Միայն մի բան, բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Տագուի Ռուբենովնային։ Լրագրողը հասկացավ ուղերձը լռեց։ Բայց նա հիշում է այն, ինչ տեսավ այդ փաստաթղթերում։ Եվ այսօր, 18 տարի անց, նա պատրաստ է խոսել։ Ինչ էր այդ սխեման։ Ինչքան գումար էր ներգրավված։ Եվ ամենակարևորը, որ գնաց այդ գումարը։ Տագուի Ռուբենովնան մահացավ 2019 թվականին, լուր, ինչպես ապրել էր։ Ոչ մեծ հուղարկավորություն, ոչ պաշտոնական հայտարարություններ։ Պարզապես կարճ նշում մամուլում, որ վարչապետի այրին մահացել է։ Բայց նրանք, ովքեր գիտեին նրա իրական դերը, հասկացան, որ Հայաստանը կորցրեց մեկին, ով տասնամյակներ շարունակ ազդել է երկրի վրա, մնալով ստվերում։ Նրա թաղման արարողության ժամանակ եկան մարդիկ, որոնց անուններն երբեք չէին հնչել հանրային տարածքում։ Բիզնեսմեններ, ովքեր կառուցել էին ամբողջ կայսրություններ։ Քաղաքական գործիչներ, ովքեր հասել էին իշխանության գագաթներին։ Դիվանագետներ, ովքեր ներկայացնում էին օտար երկրներ։ Բոլորը եկան հարգանքի տուրք մատուցելու կնոջը, ով երբեք չէր փնտրել հանրային ճանաչում, բայց ում ազդեցությունը զգացել էին բոլորը։ Ո՞վ էր իրականում Տագուի Ռուբենովնան։ Պարզապես վարչապետի կին։ Թե ինչ-որ ավելին, ինչ-որ խորը, ինչ-որ վտանգավոր։ Այսօր, երբ նրա մահից անցել է տարիներ, մարդիկ սկսում են խոսել։ Նախկին աշխատակիցներ, ովքեր վախենում էին, երբ նա կենդանի էր։ Գործընկերներ, ովքեր պահպանում էին նրա գաղտնիքները։ Վկաներ, ովքեր տեսել էին այն, ինչ ուրիշները չէին տեսել։ Եվ նրանց պատմություններից ի հայտ է գալիս կին, ով ավելի բարդ էր, քան ցանկացած մեկը կարող էր պատկերացնել։ Կին, ով կառուցեց ցանց, որը տարածվում էր ամբողջ երկրով։ Կին, ով ուներ տեղեկատվություն, որը կարող էր կործանել կարիերաներ, փոխել քաղաքական ուղղությունները։ Կին, ով մնաց ստվերում, բայց ում ստվերը ծածկում էր ամբողջ Հայաստանը։ Բայց մի հարց դեռ մնում է անպատասխան։ Ո՞մ համար էր նա իրականում աշխատում։ Իր ամուսնու համար։ Իր սեփական շահերի համար։ Թե ինչ-որ մեկի այլ համար, ում անունը մենք դեռ չգիտենք։ Երբ Տագուի Ռուբենովնան մահացավ, նրա անձնական արխիվը պետք է փոխանցվեր պետական գրադարան։ Բայց երբ պաշտոնյաները եկան նրա տուն, նրանք գտան ինչ-որ բան, որը ցնցեց նրանց։ Արխիվի մեծ մասը ոչնչացված էր։ Ոչ պարզապես թղթեր, որոնք նետված էին աղբամանը, այլ մասնագիտորեն ոչնչացված փաստաթղթեր, այրված, մանրացված, անհետացած։ Ով էր ոչնչացրել այդ փաստաթղթերը։ Տագուին ինքը, իր վերջին օրերին, գիտենալով, որ մահանում է։ Թե ինչ-որ մեկը նրա մահից հետո, ով ուզում էր ապահովել, որ որոշ գաղտնիքներ երբեք չբացահայտվեն։ Նախկին աշխատակիցը, ով մաքրում էր տունը մահից հետո, հիշում է, որ Տագուի Ռուբենովնայի աշխատասենյակում կար մի անվտանգ, որը բացված էր դատարկ։ Ոչ գումար, ոչ զարդեր, ոչ փաստաթղթեր։ Ամբողջովին դատարկ։ Բայց պատերին մնացել էին հետքեր, որտեղ կախված էին եղել լուսանկարներ, որտեղ կանգնած էին եղել թղթապանակներ։ Ամեն ինչ հեռացված էր մինչ վերջին մանրուքը։ Ինչ էր պարունակում այդ անվտանգը։ Ինչ լուսանկարներ էին այնտեղ, որ պետք էր անհետացնել։ Ինչ փաստաթղթեր էին այնքան վտանգավոր, որ չէին կարող մնալ նույնիսկ մահից հետո։ Բայց մի փոքր մասը փրկվեց։ Տագուի Ռուբենովնայի քույրը, ով ապրում էր Մոսկվայում, հազվադեպ էր այցելում Երևան, պահպանել էր մի փոքր տուփ նամակների լուսանկարների, որոնք Տագուին ուղարկել էր նրան տարիների ընթացքում։ Այդ նամակները երբեք չէին նախատեսված հրապարակման համար։ Դրանք էին անձնական նամակներ, քրոջը գրված, լի ընտանեկան մանրամասներով։ Բայց մի ուշադիր ընթերցողի համար այդ նամակներում կային ակնարկներ, որոնք բացահայտում էին շատ ավելին, քան Տագուին երբե ուզել էր։ Մի նամակում, գրված 1991 թվականին, Տագուին գրում է. «Քույրիկ, այս օրերը շատ դժվար են։ Ամեն ինչ փոխվում է այնքան արագ, որ երբեմն չեմ հասցնում հասկանալ։ Բայց ես գիտեմ մի բան, ով ունի տեղեկատվությունը, նա ունի ապագան։ Եվ ես ունեմ այդ տեղեկատվությունը»։ Ինչ տեղեկատվություն էր նա նկատի ունենում։ Ինչ էր նա գիտում, որ ուրիշները չգիտեին։ Մեկ այլ նամակում, գրված 1995 թվականին, Տագուին գրում է ավելի անկեղծ. «Երբեմն ես հոգնում եմ այս խաղից։
Բոլորը կարծում են, որ իմ ամուսինն է կառավարում, բայց իրականում շատ որոշումներ կայացվում են այստեղ, այս սենյակում, որտեղ ես նստած եմ։ Բայց ես չեմ կարող դադարել։ Եթե դադարեմ, ամեն ինչ կքանդվի։ Ինչ խաղ էր նա խաղում։ Ինչ որոշումներ էր նա կայացնում այդ սենյակում։ Եվ ինչու նա չէր կարող դադարել։ Ինչ էր այն ուժը, որը պահում էր նրան այդ դերում։ Քույրը, ով այսօր 85 տարեկան է, համաձայնեց խոսել առաջին անգամ։ Նա նստած է իր բնակարանում Մոսկվայում, ձեռքերում պահում է այդ հին նամակները, աչքերը լի են արցունքներով։ Տագույն իմ փոքր քույրն էր, ասում է նա։ Ես հիշում եմ նրան որպես խելացի, բայց նա վախեցած աղջիկ։ Երբ նա ամուսնացավ, ես կարծում էի, որ նա կունենա երջանիկ կյանք։ Բայց տարիներ անց, երբ ես այցելում էի Երան, ես տեսնում էի այլ կին։ Կին, ով կրում էր ծանրություն, որը ես չէի կարող հասկանալ։ Մի անգամ ես հարցրի նրան, ինչու նա երբեք չի հայտնվում հանրությանը, ինչու միշտ մնում է ստվերում։ Նա նայեց ինձ ասաց. «Քույրիկ, ստվերում ապահով ես։ Լույսի տակ քեզ տեսնում են, երբ քեզ տեսնում են, դու դառնում ես թիրախ»։ Ես չեմ ուզում լինել թիրախ։ Բայց թիրախ ում համար։ Ումից էր վախենում Տագուի Ռուբենովնան։ Պատասխանը սկսեց բացահայտվել, երբ մի նախկին ՀԳԲ-ի աշխատակից, ով ծառայել է Երանում 80-ականներին, համաձայնեց խոսել անանուն։ Նա հիշում է, որ Տագուի Ռուբենովնան ուներ կոդային անուն ՀԳԲ-ի ներքին փաստաթղթերում։ Ոչ որպես գործակալ, ոչ որպես տեղեկատու, այլ որպես հետաքրքրության օբյեկտ։ Դա նշանակում էր, որ ՀԳԲ-ն հետում էր նրան, ուսումնասիրում էր նրա կապերը, վերլուծում էր նրա գործողությունները։ Բայց ինչու։ Եթե նա պարզապես վարչապետի կինն էր, ինչու ՀԳԲ-ն այդքան ուշադրություն էր դարձնում նրան։ Նախկին աշխատակիցը բացատրում է. մենք նկատեցինք, որ Տագուի Ռուբենովնան ուներ կապեր, որոնք չէին համապատասխանում նրա պաշտոնական կարգավիճակին։ Նա հանդիպում էր մարդկանց, ում հետ վարչապետը պաշտոնապես չէր հանդիպում։ Նա ստանում էր զանգեր Մոսկվայից, որոնք չէին գնում պաշտոնական ուղիներով։ Մենք ուզում էինք հասկանալ, ով է նա իրականում։ Եվ ինչ գտան նրանք։ Աշխատակիցը լռում է երկար, ապա ասում է. մենք գտանք, որ նա ավելի խելացի էր, քան մենք կարծում էինք։ Նա գիտեր, թե ինչպես խաղալ այս խաղը ավելի լավ, քան շատ մասնագետներ։ Բայց ամենաեական բացահայտումը եկավ 2012 թվականին, երբ Ռուսաստանի արխիվները մասամբ ապագաղտնագրվեցին։ Փաստաթղթերի մեջ գտնվեց մի զեկույց, գրված 1991 թվականին, որը վերաբերում էր Հայաստանի քաղաքական իրավիճակին։ Այդ զեկույցում հիշատակվում էր Տագուի Ռուբենովնան, ոչ որպես վարչապետի կին, այլ որպես արժեքավոր աղբյուր տեղեկատվության։ Զեկույցը նշում էր, որ Տագուին տրամադրել է տեղեկություններ Հայաստանի ներքին քաղաքական պայքարների մասին, տեղեկություններ, որոնք օգնել են Մոսկվային ավելի լավ հասկանալ իրավիճակը։ Բայց զեկույցը չէր նշում, արդյոք Տագուին գիտեր, որ այդ տեղեկությունները հասնում են Մոսկվա։ Արդյոք նա գիտակցաբար աշխատում էր որպես տեղեկատվության աղբյուր։ Թե ինչ-որ մեկը օգտագործում էր նրան, առանց նրա գիտության։ Եվ եթե նա գիտեր, ապա ինչու։ Ինչ էր նա ստանում դրա դիմաց։ Մի նախկին դիվանագետ, ով աշխատել է Մոսկվա-Երան գծով, հիշում է մի զրույց, որը լսել է 1995 թվականին։ Երկու ռուս պաշտոնյաներ խոսում էին գաղտնի, կարծելով, որ ոչ ոք չի լսում։ Նրանցից մեկը ասաց. Հայաստանում մեր ամենալավ աղբյուրը վարչապետի տունն է։ Բայց ոչ վարչապետը։ Նրա կինը։ Մյուսը հարցրեց. Նա գիտեր, որ մենք օգտագործում ենք նրա տեղեկությունները։ Առաջինը ծիծաղեց. Իհարկե գիտի։ Նա խելացի կին է։ Նա հասկանում է, որ տեղեկատվությունը ունի արժեք։ Եվ նա օգտագործում է այդ արժեքը։ Դիվանագետը երբեք չի մոռացել այդ զրույցը։ Բայց նա լռեց տասնամյակներ, քանի որ վախենում էր հետանքներից։ Այսօր, երբ բոլոր հիմնական դերակատարները մահացել են, նա պատրաստ է խոսել։ Ինչ արժեք էր օգտագործում Տագուի Ռուբենովնան։ Ինչ էր նա ստանում դրա դիմաց։ Պատասխանը կայանում է ֆինանսական հետքերում։ 2015 թվականին մի անկախ հետաքննող լրագրող սկսեց ուսումնասիրել օֆշորային սխեմաները, որոնք գործում էին Հայաստանում 90-ականներին։ Նա գտավ մի ցանց ընկերությունների, որոնք գրանցված էին Կիպրոսում, Շվեյցարիայում, Լիխտենշտայնում։
Այդ ընկերությունները ստացել էին խոշոր պայմանագրեր Հայաստանից, բայց նրանց իրական սեփականատերերը անհայտ էին։ Լրագրողը փորձեց հետել փողի հետքին հասավ մի անուն, որը հանդիպում էր կրկին ու կրկին Տագուի Ռուբենովնա։ Ոչ ուղղակիորեն, միշտ միջնորդների միջոցով, միշտ թաքնված շերտերի հետում։ Բայց կապը կար։ Լրագրողը պատրաստվում էր հրապարակել իր հետաքննությունը, բայց մի գիշեր նրա համակարգիչը հակվեցավ։ Բոլոր ֆայլերը, բոլոր փաստաթղթերը, բոլոր ապացույցները ոչնչացվեցին։ Լրագրողը հասկացավ ուղերձը դադարեցրեց հետաքննությունը։ Բայց նա հիշում է այն, ինչ տեսավ։ Եվ այսօր նա պատրաստ է խոսել։ Որքան գումար անցավ այդ սխեմաների միջով։ Ուր գնաց այդ գումարը։ Բայց Տագուի Ռուբենովնայի ազդեցությունը չէր սահմանափակվում միայն ֆինանսներով։ Նա ուներ քաղաքական ազդեցություն, որը շատ քչերը գիտեին։ Մի նախկին պարլամենտական պատգամավոր հիշում է, որ 1998 թվականին, երբ կազմվում էր նոր կառավարություն, Տագուին հանդիպեց նրա հետ տվեց խորհուրդներ։ Ոչ պահանջներ, ոչ սպառնալիքներ։ Պարզապես խորհուրդներ, թե ում նշանակել որ պաշտոնում, ում հետ համագործակցել, ումից զգույշ լինել։ Պատգամավորը սկզբում չընդունեց այդ խորհուրդները լրջորեն։ Բայց երբ նա տեսավ, որ նրանք, ովքեր չհետեցին Տագուի խորհուրդներին, շուտով կորցրին իրենց պաշտոններն, նա հասկացավ, որ այդ կինը գիտեր ինչ-որ բան, ինչ ուրիշները չգիտեին։ Ինչպես նա գիտեր։ Ով էր տալիս նրան այդ տեղեկությունները։ Եվ ինչու մարդիկ, ովքեր չհնազանդվեցին նրան, կորցրին իրենց պաշտոնները։ Ով էր կազմակերպում այդ պատիժները։ 2006 թվականի սկանդալը, որի մասին շատ քչերը գիտեն, սկսվեց մի պարզ դիտարկումից։ Մի բանկի աշխատակից նկատեց, որ մի հաշվից, որը գրանցված էր անհայտ ընկերության անունով, կանոնավոր փոխանցումներ են կատարվում դեպի օֆշորային հաշիվներ։ Գումարները մեծ չէին, յուրաքանչյուր փոխանցում մի քանի $10,000։ Բայց դրանք կատարվում էին շատ կանոնավոր, ամիսը մեկ անգամ, միշտ նույն օրը։ Բանկի աշխատակիցը սկսեց հետաքննել գտավ, որ այդ ընկերությունը կապված է մի շարք այլ ընկերությունների հետ, որոնք բոլորը ունեին մեկ ընդհանուր կետ, նրանց փաստաթղթերում որպես խորհրդական հիշատակվում էր մի անձ, ում անունը կոդավորված էր։ Բանկի աշխատակիցը փորձեց ապակոդավորել այդ անունը, հասավ Տագուի Ռուբենովնային։ Նա զարմացավ, որոշեց զեկուցել իր վերադասին։ Բայց վերադասը ասաց նրան, մոռացիր այդ մասին, երբեք չխոսիր դրա մասին։ Բանկի աշխատակիցը հասկացավ, որ նա հասել է ինչ-որ բանի, որի մասին չպետք է խոսել։ Նա լռեց։ Բայց 18 տարի անց նա պատրաստ է խոսել։ Ինչ էր այդ սխեման։ Ինչու այն պաշտպանվում էր այդքան խստորեն։ Տագուի Ռուբենովնայի ամենամեծ գաղտնիքը, սակայն, չէր կապված ֆինանսների կամ քաղաքականության հետ։ Այն կապված էր նրա անձնական կյանքի հետ, այն մասի, որը նա երբեք ոչ ոքի չէր ցույց տվել։ Նրա նախկին տնային օգնականը հիշում է, որ Տագուին ուներ մի փոքր սենյակ տան ամենահեռավոր անկյունում, սենյակ, որտեղ ոչ ոք չէր մտնում։ Նույնիսկ ամուսինը հազվադեպ էր մտնում այնտեղ։ Այդ սենյակում Տագուին անցկացնում էր ժամեր, երբեմն ամբողջ գիշերները։ Ինչ էր նա անում այնտեղ։ Օգնականը մի անգամ պատահաբար տեսավ ներսը, երբ դուռը բաց էր մնացել։ Պատերը ծածկված էին քարտեզներով, ոչ աշխարհագրական քարտեզներ, այլ սխեմաներ, անուններ, կապեր, սլաքներ, որոնք միացնում էին մի անունը մյուսին։ Սեղանի վրա կային թղթապանակներ, լի փաստաթղթերով, լուսանկարներով, նշումներով։ Դա նման էր հետաքննողի աշխատասենյակի, ոչ թե սովորական կնոջ անձնական սենյակի։ Ինչ էր հետաքննում Տագուի Ռուբենովնան։ Ո՞մ մասին էին այդ փաստաթղթերը։ Եվ ինչու նա պահպանում էր այս ամենը այդքան գաղտնի։ Երբ Տագուին մահացավ, այդ սենյակը առաջինն էր մաքրվել։ Բոլոր քարտեզները, բոլոր փաստաթղթերը, բոլոր լուսանկարները հեռացվեցին։ Ով արեց դա։ Ով գիտեր այդ սենյակի մասին ուզում էր ապահովել, որ նրա բովանդակությունը երբեք չբացահայտվի։ Օգնականը հիշում է, որ մահից հետո 2 օր անց տուն եկան 3 մարդիկ։ Նրանք ներկայացան որպես ընտանիքի ընկերներ, բայց օգնականը երբեք չէր տեսել նրանց։ Նրանք մտան այդ սենյակ մի քանի ժամ աշխատեցին այնտեղ։ Երբ նրանք հեռացան, սենյակը դատարկ էր։ Ոչինչ չէր մնացել։ Նույնիսկ պատերի վրա հետքերը մաքրված էին։ Ով էին այդ մարդիկը։ Ո՞մ համար էին նրանք աշխատում։ Եվ ինչ էին նրանք տարել այդ սենյակից։
Այսօր, երբ մենք փորձում ենք վերակառուցել Տագուի Ռուբենովնայի կյանքի պատկերը, մենք հանդիպում ենք անընդհատ դատարկ տեղերի։ Փաստաթղթեր, որոնք պետք է լինեին, բայց չկան։ Վկաներ, ովքեր պետք է խոսեին, բայց լռում են։ Հետքեր, որոնք պետք է տանեին ճշմարտության, բայց անհետանում են։ Կարծես ինչ-որ մեկը, կամ ինչ-որ բան համակարգված կերպով ջնջում է Տագուի Ռուբենովնայի իրական պատմությունը։ Բայց ինչու՞։ Ինչ է այդ պատմությունը պարունակում, որ այդքան վտանգավոր է նույնիսկ տարիներ անց նրա մահից։ Ո՞վ է վախենում, որ ճշմարտությունը կբացահայտվի։ Եվ ամենակարևորը, ինչ է այդ ճշմարտությունը։ 2019 թվականի նոյեմբերին, երբ Տագուի Ռուբենովնայի տունը վերանորոգվում էր նոր սեփականատերերի համար, շինարարները գտան ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Հին պահարանի հետում, թաքնված կրկնակի պատի մեջ, կար մի փոքր մետաղական տուփ, կնքված պաշտպանված խոնավությունից։ Ներսում էին 32 ձայնագրված կասետ, յուրաքանչյուրը նշված ամսաթվով կոդով։ Շինարարներից մեկը, ով հիշում է այդ պահը, ասում է, մենք չգիտեինք, ինչ անել։ Մենք կարող էինք պարզապես նետել դրանք, բայց ինչ-որ բան ասում էր, որ դրանք կարող են։ Նրանք փոխանցեցին կասետները իրավապահ մարմիններին, բայց 2 օր անց ստացան զանգ, տուփը վերադարձվեց, նրանց ասվեց, որ դրանք ոչինչ չեն պարունակում։ Բայց շինարարը, նախքան վերադարձնելը, լսել էր մի կասետ։ Ինչ էր այնտեղ, որ նա երբեք չի մոռացել։ Ինչու իրավապահները այդքան արագ փակեցին գործը։ Եվ ով էր այն ձայնը, որը խոսում էր Տագուի Ռուբենովնայի հետ այդ ձայնագրություններում։ Կասետներից մեկում, որը շինարարը լսել էր, Տագուին խոսում էր ռուսերեն, կատարյալ, առանց ակցենտի։ Նա քննարկում էր ֆինանսական գործարքներ, հիշատակում էր անուններ, որոնք շինարարը ճանաչեց որպես հայտնի բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ։ Բայց ամենաանսովորը եղավ այն, որ Տագուին խոսում էր այնպես, կարծես նա էր տալիս հրահանգներ, ոչ թե ստանում։ Նա ասում էր, այս գործարքը պետք է կատարվի հունվարին, այդ մարդը պետք է հեռացվի իր պաշտոնից մարտին, այն ընկերությունը պետք է ստանա պայմանագիրը ապրիլին։ Եվ ամենաշոկայինը, մյուս ձայնը, տղամարդու ձայնը, պատասխանում էր, հասկացա, կատարվելու է։ Ո՞վ էր այդ տղամարդը։ Ով ստանում էր հրահանգներ Տագուի Ռուբենովնայից։ Ինչ իշխանություն ուներ նա, որ կարող էր տալ այդպիսի հրահանգներ։ Եվ ինչու այդ կասետները թաքցված էին այդքան խնամքով։ 2020 թվականին մի նախկին ԿԳԲ-ի վերլուծաբան, ով այժմ ապրում է Վրաստանում, համաձայնեց տալ իր առաջին հարցազրույցը։ Նա հիշում է, որ 90-ականների վերջին նրանք ստացել էին հատուկ հրահանգ, վերլուծել Տագուի Ռուբենովնայի կապերը Ռուսաստանի հետ։ Դա չէր սովորական հետաքննություն։ Հրահանգը եկել էր շատ բարձր մակարդակից, նրանց ասվել էր լինել խիստ գաղտնի։ Վերլուծաբանը նրա թիմը 6 ամիս աշխատեցին այդ գործի վրա։ Նրանք հետեցին Տագուի հեռախոսազանգերին, վերլուծեցին նրա հանդիպումները, ուսումնասիրեցին նրա ֆինանսական գործարքները։ Եվ այն, ինչ նրանք գտան, ցնցեց նրանց։ Տագուի Ռուբենովնան ուներ ուղղակի կապ Մոսկվայի հետ, բայց ոչ պաշտոնական ուղիներով։ Նա կապված էր մի խմբի հետ, որը վերլուծաբանը նկարագրում է որպես ստվերային կառույց։ Այդ կառույցը չէր պաշտոնական ծառայություն, բայց ուներ կապեր ԿԳԲ-ի, բիզնես շրջանակների քաղաքական էլիտայի հետ։ Ինչ էր այդ կառույցը։ Ինչ նպատակներ ուներ այն։ Եվ ինչ դեր խաղում էր Տագուի Ռուբենովնան այդ կառույցում։ Վերլուծաբանը հիշում է, որ երբ նրանք ավարտեցին իրենց հետաքննությունը, պատրաստեցին զեկույցը, նրանց կանչեցին հատուկ հանդիպման։ Այնտեղ ներկա էին մարդիկ, ում նա երբեք չէր տեսել, ոչ համազգեստներ, ոչ ինքնություն։ Նրանք կարդացին զեկույցը, հետո ասացին, այս գործը պետք է փակվի անմիջապես։ Բոլոր նյութերը պետք է ոչնչացվեն։ Ոչ ոք չպետք է իմանա այս հետաքննության մասին։ Վերլուծաբանը փորձեց հարցնել, ինչու, բայց նրան ասացին, դա ազգային անվտանգության հարց է։ Նա հասկացավ, որ եթե շարունակի հարցնել, կորցնի ոչ միայն աշխատանքը։ Նա լռեց։ Բայց նա հիշում է այն, ինչ գրված էր այդ զեկույցում։ Եվ այսօր, երբ բոլոր սահմանափակումները վերացել են, նա պատրաստ է խոսել։ Ինչ էր գրված այդ զեկույցում, որ այդքան վտանգավոր էր։ Ո՞վ էր այն ուժը, որը կարողացավ փակել այդ հետաքննությունը։ Զեկույցը պարունակում էր մանրամասն վերլուծություն Տագուի Ռուբենովնայի ֆինանսական ցանցի մասին։ Այն ցույց էր տալիս, որ նա վերահսկում էր մի շարք օֆշորային ընկերություններ, որոնք գործում էին Կիպրոսում, Շվեյցարիայում, Լիխտենշտայնում, նույնիսկ Պանամայում։
Այդ ընկերությունները ստանում էին խոշոր պայմանագրեր Հայաստանից՝ էներգետիկա, շինարարություն, հանքարդյունաբերություն։ Բայց ամենաեականը եղավ այն, որ զեկույցը ցույց էր տալիս, թե ինչպես էր աշխատում այդ համակարգը։ Գումարները փոխանցվում էին Հայաստանից դեպի օֆշորային հաշիվներ, հետո բաժանվում էին մի քանի հոսքերի։ Մի մասը վերադառնում էր Հայաստան, որպես օտարերկրյա ներդրումներ։ Մեկ այլ մասը մնում էր օֆշորներում։ Եվ երրորդ մասը, ամենամեծը, փոխանցվում էր Ռուսաստան, դեպի հաշիվներ, որոնց սեփականատերերը անհայտ էին։ Վերլուծաբանը գնահատում էր, որ այդ սխեմայի միջով անցել է առնվազն $200 միլիոն 10 տարվա ընթացքում։ Ուր գնաց այդ գումարը։ Ո՞մ էր այն պատկանում։ Բայց զեկույցի ամենաեական մասը վերաբերում էր Տագուի Ռուբենովնայի դերին այս ամենում։ Վերլուծաբանները եկան եզրակացության, որ Տագուին չէր պարզապես միջնորդ կամ օգնական։ Նա էր համակարգի ճարտարապետը։ Նա էր նախագծել այս ամբողջ սխեման, նա էր վերահսկում յուրաքանչյուր փուլը, նա էր որոշում, ով ինչ է ստանում։ Զեկույցը նշում էր, որ Տագուին ուներ կոդային անուն այդ գործարքներում՝ կոորդինատոր։ Եվ բոլոր հիմնական որոշումները կայացվում էին միայն նրա հաստատմամբ։ Բայց ինչու։ Ինչու մի կին, ով պաշտոնապես ոչ մի դեր չուներ, վերահսկում էր այսպիսի հսկայական ֆինանսական ցանց։ Ո՞մ համար էր նա աշխատում։ Եվ ինչ էր նա ստանում դրա դիմաց։ 2021 թվականին մի նախկին բանկիր, ով աշխատել է Կիպրոսում 90-ականներին, համաձայնեց խոսել առաջին անգամ։ Նա հիշում է, որ 1998 թվականին նրա բանկ եկավ մի կին, ներկայացավ որպես Տագուի Ռուբենովնայի ներկայացուցիչ։ Այդ կինը բացեց մի քանի հաշիվներ, սկսեց կատարել խոշոր գործարքներ։ Բանկիրը հիշում է, որ այդ կինը շատ մասնագիտական էր, գիտեր ճիշտ ինչ անել, ինչպես կառուցել գործարքները, որպեսզի դրանք չլինեն կասկածելի։ Բայց մի անգամ բանկիրը պատահաբար լսեց այդ կնոջ հեռախոսազրույցը։ Նա խոսում էր ռուսերեն, զեկուցում էր ինչ-որ մեկին, գործարքները կատարվել են, գումարները փոխանցվել են, ամեն ինչ ըստ պլանի է։ Բանկիրը հետաքրքրվեց, փորձեց իմանալ ավելին։ Նա գտավ, որ այդ կինը աշխատում էր մի ընկերության համար, որը գրանցված էր Մոսկվայում, զբաղվում էր ֆինանսական խորհրդատվությամբ։ Բայց երբ բանկիրը փորձեց ավելի խորը փորել, նրան զգուշացրին՝ մի միջամտիր այս գործերին։ Ո՞վ էր այդ կինը։ Ո՞մ համար էր նա աշխատում։ Եվ ինչ կապ ուներ նա Տագուի Ռուբենովնայի հետ։ Պատասխանը սկսեց բացահայտվել, երբ մի նախկին ռուս գործարար, ով այժմ ապրում է Իսրայելում, համաձայնեց տալ հարցազրույց։ Նա հիշում է, որ 1995 թվականին նա ուզում էր մտնել հայկական շուկա։ Նրան ասացին, որ եթե ուզում է հաջողություն, պետք է հանդիպի մի կնոջ հետ, ով կարող է օգնել։ Այդ կինը Տագուի Ռուբենովնան էր։ Գործարարը հիշում է իրենց առաջին հանդիպումը։ Դա եղավ Երանում, մի անտեսանելի սրճարանում, ոչ պաշտոնական, ոչ արձանագրություններ։ Տագուին լսեց նրա առաջարկը, հետո ասաց. «Ես կարող եմ օգնել, բայց դուք պետք է հասկանաք կանոնները»։ Գործարարը հարցրեց. «Ինչ կանոններ»։ Տագուին բացատրեց. «Յուրաքանչյուր գործարք, որը դուք անում եք Հայաստանում, պետք է համակարգվի ինձ հետ։ Յուրաքանչյուր պայմանագիր, յուրաքանչյուր վճարում, յուրաքանչյուր գործընկեր։ Եթե դուք փորձեք գործել առանց իմ համաձայնության, ձեր բիզնեսը կավարտվի շատ արագ»։ Գործարարը սկզբում մտածեց, որ դա սպառնալիք է։ Բայց հետո նա հասկացավ, որ Տագուին պարզապես բացատրում էր իրականությունը։ Նա համաձայնեց։ Եվ նրա բիզնեսը Հայաստանում դարձավ շատ հաջող։ Բայց ինչ գնով։ Ինչ էր նա վճարում Տագուի Ռուբենովնային դրա դիմաց։ Գործարարը բացատրում է, որ յուրաքանչյուր գործարքից որոշակի տոկոս պետք է փոխանցվեր հատուկ հաշիվների։ Ոչ կաշառք, ոչ անօրինական վճարումներ։ Պարզապես համակարգման վճար, ինչպես Տագուին անվանում էր դա։ Բայց գործարարը նկատեց, որ այդ գումարները չէին մնում Հայաստանում։ Դրանք փոխանցվում էին օֆշորներ, հետո Ռուսաստան։ Մի անգամ նա հարցրեց Տագուիին, ինչու այդ բարդ սխեման։ Տագուին նայեց նրան, ասաց, որովհետև համակարգը պահանջում է դա։ Գործարարը հարցրեց, ինչ համակարգ։ Տագուին ժպտաց, ասաց, համակարգը, որը պահպանում է կայունությունը։ Գործարարը չհարցրեց ավելին։ Նա հասկացավ, որ կան բաներ, որոնց մասին ավելի լավ է չիմանալ։ Բայց այսօր, երբ բոլորը մահացել են, նա պատրաստ է խոսել։ Ինչ համակարգ էր նկատի ունենում Տագուի Ռուբենովնան։
Ով էր վերահսկում այդ համակարգը։ 2018 թվականին, մի տարի առաջ, քան Տագուի Ռուբենովնան մահանար, նա կատարեց մի անսովոր քայլ։ Նա հանդիպեց մի երիտասարդ լրագրողի հետ, ով հետաքննում էր կոռուպցիայի գործեր։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Տագուի տանը, գաղտնի, առանց որևէ մեկի իմանալու։ Լրագրողը հիշում է, որ Տագուին շատ տարբեր էր այն կնոջից, ում նա պատկերացնում էր։ Նա չէր լուռ, չէր վախեցած։ Նա էր վստահ, հստակ, ուներ ինչ-որ բան կարոր ասելու։ Տագուին ասաց լրագրողին. «Ես գիտեմ, որ դուք հետաքննում եք ֆինանսական սխեմաները։ Ես գիտեմ, որ դուք փնտրում եք ճշմարտությունը։ Բայց ես ուզում եմ ասել ձեզ մի բան, ճշմարտությունը շատ ավելի բարդ է, քան դուք կարծում եք»։ Լրագրողը հարցրեց. «Ինչ նկատի ունեք»։ Տագուին ասաց. «Դուք կարծում եք, որ դա կոռուպցիա է, որ դա գողություն է։ Բայց դա համակարգ է, որը կառուցվել է տասնամյակներ շարունակ։ Համակարգ, որը ներառում է մարդկանց Երանից մինչ Մոսկվա, բիզնեսմեններից մինչ քաղաքական գործիչներ։ Եվ ես եղել եմ այդ համակարգի մի մասը»։ Ինչու՞։ Տագուին որոշեց խոսել այդ լրագրողի հետ։ Ինչ ուզում էր նա բացահայտել։ Լրագրողը հիշում է, որ Տագուին խոսեց 2 ժամ։ Նա պատմեց, թե ինչպես է սկսվել ամեն ինչ 80-ականներին, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել։ Ինչպես որոշ մարդիկ հասկացան, որ գալիս է փոփոխություն, սկսեցին պատրաստվել։ Ինչպես նրանք կառուցեցին ցանցեր, որոնք կարող էին գործել անկախ պաշտոնական կառույցներից։ Ինչպես Տագուին դարձավ այդ ցանցի մի մասը, ոչ որովհետև ուզում էր, այլ որովհետև չուներ այլ ընտրություն։ Նա ասաց. «Երբ դու ամուսնացած ես մարդու հետ, ով խաղում է այդ խաղը, դու ինքդ էլ դառնում ես խաղացող։ Դու չես կարող մնալ կողքից։ Կամ դու խաղում ես, կամ դու դառնում ես զոհ։ Ես ընտրեցի խաղալ։ Եվ ես սովորեցի խաղալ ավելի լավ, քան շատերը»։ Լրագրողը հարցրեց. «Բայց ինչու դուք ինձ եք պատմում այս ամենը»։ Տագուին նայեց նրան, ասաց. «Որովհետև ես հոգնել եմ։ Հոգնել եմ լռելուց, հոգնել եմ թաքնվելուց։ Եվ որովհետև ես գիտեմ, որ շուտով ես կմեռնեմ։ Եվ երբ ես մեռնեմ, ոչ ոք չի պատմի ճշմարտությունը։ Բայց դուք կարող եք»։ Բայց լրագրողը երբեք չհրապարակեց այդ հարցազրույցը։ 2 շաբաթ անց Տագուի Ռուբենովնայի մահից հետո, լրագրողը ստացավ զանգ։ Անանուն ձայն ասաց նրան. «Եթե դուք հրապարակեք այն, ինչ Տագուին ձեզ ասել է, դուք կվտանգեք ոչ միայն ձեր կյանքը, այլ ձեր ընտանիքի կյանքը»։ Լրագրողը վախեցավ, լռեց։ Բայց նա պահպանեց ձայնագրությունը։ Եվ այսօր, 3 տարի անց, նա պատրաստ է հրապարակել այն։ Ինչ ասաց Տագուի Ռուբենովնան այդ հարցազրույցում, որ այդքան վտանգավոր էր։ Ո՞վ էր այն ուժը, որը սպառնում էր լրագրողին։ Եվ արդյոք մենք պատրաստ ենք լսել ճշմարտությունը, որը Տագուին ուզում էր բացահայտել։ Տագուի Ռուբենովնայի պատմությունը չի ավարտվում նրա մահով։ Նրա ազդեցությունը, նրա ցանցը, նրա գաղտնիքները շարունակում են ապրել։ Այսօր, երբ մենք նայում ենք Հայաստանի քաղաքական-տնտեսական իրավիճակին, մենք տեսնում ենք հետքեր այն համակարգի, որը Տագուին օգնեց կառուցել։ Մարդիկ, ովքեր այսօր իշխանության մեջ են, շատերը սկսել են իրենց կարիերան այն տարիներին, երբ Տագուին էր համակարգում ամեն ինչ։ Ընկերություններ, որոնք այսօր վերահսկում են հիմնական ոլորտները, շատերը ստացել են իրենց առաջին պայմանագրերը այն ժամանակ, երբ Տագուին էր որոշում, ով ինչ է ստանում։ Ֆինանսական հոսքեր, որոնք այսօր շարունակում են գործել օֆշորների միջոցով, շատերը հետում են այն ուղիներին, որոնք Տագուին նախագծել էր տասնամյակներ առաջ։ Արդյոք Տագուի Ռուբենովնան եղել է պարզապես իր ժամանակի արտադրանք։ Թե՞ նա եղել է ճարտարապետ, ով կառուցել է համակարգ, որը շարունակում է գործել նույնիսկ այսօր։ Եվ եթե այդպես է, ապա ո՞վ է այսօր շարունակում այն, ինչ Տագուին սկսել էր։ Ո՞վ է այսօր կոորդինատորը։